Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ, ինչպես եք սիրելիներս, բոլորդ էլ գիտեք, որ Ռուսաստանում խնդիր ունենք YouTube-ի հետ կապված, վաղուց վիդեո չեմ տեղադրել։ Ուզում եմ ձեզ մի շատ հետաքրքիր բան ցույց տալ։ Այս տարի աճեցրել եմ աֆրիկանսկի վարունգներ, ճիշտ ասած, սեզոնի սկզբում չկար ընդհանրապես քոլերի վրա ոչ մի վարունգ։ Իրանք շատ հետաքրքիր են, հիմա ձեզ կիսվեմ, թե ինչպիսի տեսք ունեն մեր աֆրիկանսկի վարունգները։ Ճիշտ ասած մտել եմ, որ լոբի քաղեմ, միամիտ նկատեցի, որ ինչքան լիքը վարունգներ կան քոլերի վրան աֆրիկանսկի, շատ հետաքրքիր են, ոնց որ փոքր ձմերուկներ լինեն։ Հա, իրանք ուտելու են, ուղղակի սենց յուրահատուկ համ չունեն իրանք, սիրելի հետևորդներ։ Նաև կարելի է մարինատ անել և թթու դնել։ Հիմա ձեզ ցույց տամ։ Նաև տերևներն են շատ հետաքրքիր, սենց փոքր տերևներ են։ Ու նայեք, սրանք էլ վարունգներն են, իրանք կոչվում են աֆրիկանսկի վարունգներ։ Ու հիմա նայեք, ինչքան լիքը բռնել է վարունգների վրա։ Ճիշտ ասած, որոշել եմ մի քիչ թթու դնեմ և փորձեմ, թե ինչ տեսակի համ կունենան թթուի մեջ, հələ նայեք, մեր աֆրիկանսկի վարունգները, նայեք, ինչքան լիքը բռնել է վրան, սրանից ավել չեն մեծանում, իրանք պուճուրիկ են, ոնց որ չերի պամիդորի նման, մի հատ կսեմ, կեղևը շատ հաստ է, ինձ թվում է շատ հետաքրքիր համով թթու կլինի, մի վարունգի կորիզների նման է, ուղղակի սենց տեսք ունի, ինքը շատ հետաքրքիր, դեկորատիվնի, ինքը ընդհանուր խոլը ոնց որ տերևները դեկորատիվնի լինի, վաբշե ինքը նման չի վարունգի, ժողովուրդ ջան։ Հələ նայեք, էլով է տնկել սենց բան, ճիշտ ասած սերմերը պատվիրել էի Վալբերիսից, երկու տեսակի են, ու նայեք ինչքան շատ լիքն են, նայեք լոբիներս անգամ փաթաթվել են վարունգների քոլերին և այս տեսակի հետաքրքիր վարունգներ են աճել, ուղղակի ցնցվեցի, երբ որ տեսա այսքան վարունգ կա, մի 3 այսքան էլ քաղել եմ մամայիս հետ, ճիշտ ասած լոբի ենք հավաքում, տանենք եփենք, առաջի բերքն է մեր լոբիի, ոնց որ մեր լոբիները անտառ լինեն, ասենց մեր լոբիներն են լիքը, ու այստեղ նկատում եմ, որ վարունգները սկցել են ժողովուրդ, հեսա էլի ցույց տամ, նայեք, ուրեմն իրանք պուճուրիկ են, բայց այնքան հետաքրքիր է, կեղևը շատ հաստ է ինքը, ինձ թվում է հաստատ համով է լինելու իրա թթուն կամ մարինատը, ոնց որ ասենք չերի փոքր պամիդորներն ենք ավելացնում մարինատի հետ վարունգի մեջ, նաև ինձ թվում է կարելի է սա փորձել, կփորձեմ, հետո ձեզ կասեմ ինչ համ ունի, հələ ստեղ նայեք, այս տեսանկի վարունգներ ճիշտ ասած երբեք դեռ չեմ տնկել, ու այսպես սիրելի հետևորդներ, սա էլ մեր աֆրիկանսկի վարունգները, նայեք, ես իրանց փոքրիկ ձմերուկներ եմ անվանում, ու շատ հետաքրքիր է, յուրահատուկ համ չունեն իրանք, դուք էլ կարող եք պատվիրել սերմերը Վալբերիսից և տնկել, կոչվում են աֆրիկանսկի ագուրցի, շատ հետաքրքիր է, ուղղակի այնքան հետաքրքիր չի, ինչքան կհավաքես դու վարունգ ես քոլերի վրայից, ուղղակի ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչ տեսք և համ կունենան և արդյոք իրանք կաճեն Մոսկվայի այս խոնավ եղանակին, մենք տնկել ենք ջերմոցում, գիտեք Մոսկվայում անձրևները շատ են և խնդրեմ սիրելիներս, այսպիսի տեսք ունեն մեր վարունգները, վերջապես YouTube-ս կարգավորվել է, շուտով նոր վիդեոներ կտեղադրեմ այն բոլոր թեմաներով, ինչերով, որ ես զբաղվում եմ իմ սիրելի հետևորդներ, լավ մնացեք, առողջ եղեք, դուք էլ փորձեք, միշտ նոր հանդիպում սիրելիներս։